Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն Podcast։ Ձեզ հետ կրկին Փիսոն է։ Այսօր խոսելու ենք մի հարցի մասին, որը վաղ թե ուշ տալիս է գրեթե յուրաքանչյուր կենդանասեր մարդ։ Կենդանուն որթեգրել, թե գնել։ Սկսենք նրանից, որ կենդանի ունենալու որոշումը շատ ավելին է, քան պարզապես գեղեցիկ լուսանկարները կամ սոցցանցերում տեսած հուզիչ տեսանյութերը։ Կենդանին պատասխանատվություն է տարիների համար։ Նախաղալիք չէ, որը կարող ես մի օր ուզել, իսկ հաջորդ օրը ոչ։ Երբ մարդիկ որոշում են կենդանի գնել, սովորաբար ընտրում են ցեղատեսակ, արտաքին տեսք կամ որոշակի առանձնահատկություններ։ Նրանք գիտեն ինչ չափիշ ունեն ուզում, ինչ գույնի կատու կամ ինչ բնավորության կենդանի։ Դրա մեջ ինքնին վատ բան չկա, բայց եկեք նայենք մյուս կողմին։ Մինչ ինչ-որ մեկը կենդանի է գնում, հազարավոր շներ եւ կատուներ ապրում են փողոցներում կամ սպասում են ապաստարաններում, որ մի օր ինչ-որ մեկը նրանց էլ տուն տանի։ Հետաքրքիրն այն է, որ այդ կենդանիները հաճախ ոչնչով պակաս չեն։ Նրանք նույն կերպ սիրում են, նույն կերպ կապվում են մարդկանց հետ եւ նույն կերպ դառնում ընտանիքի անդամ։ Երբ որթեգրում ես կենդանու, իրականում միայն ընտանի կենդանի չես ձեռք բերում։ Դու փոխում ես մի ամբողջ կյանքի ընթացք։ Մի կենդանի, որը գուցե սոված էր, միայնակ էր կամ ամեն օր պայքարում էր գոյատևելու համար։ Հանկարծ ստանում է տուն, անվտանգություն եւ մարդ, ում կարող է վստահել։ Սակայն այստեղ կա մի կարևոր բան, որի մասին պետք է խոսել։ Երբեմն մարդիկ որթեգրում են կենդանու միայն խղճահարությունից ելնելով, առանց մտածելու, թե արդյոք պատրաստ են այդ պատասխանատվությանը։ Իսկ մի քանի ամիս անց հասկանում են, որ չեն կարողանում հոգ տանել նրա մասին։ Սա նույնպես խնդիր է։ Որթեգրելը պետք է լինի գիտակցված որոշում, ոչ թե պահի ազդեցությամբ արված քայլ։ Նույնը իհարկե վերաբերում է գնելուն։ Անկախ նրանից կենդանին որթեգրված է թե գնված, նրա համար ամենակարևոր հարցը մեկն է. արդյոք նա հայտնվել է սիրող եւ պատասխանատու տանը։ Եթե անկեղծ լինենք, կենդանիներին ընդհանրապես չի հետաքրքրում ինչքան գումար է վճարվել իրենց համար։ Շանը չի հետաքրքրում իր ցեղատեսակի անունը, կատվին չի հետաքրքրում իր շուկայական արժեքը։ Նրանց հետաքրքրում է, թե արդյոք կստանան սնունդ, խնամք, անվտանգություն եւ սեր։ Հետևաբար հարցը միայն որթեգրելը թե գնելը չէ, ավելի կարևոր հարց կա։ Պատրաստ ես կենդանի ունենալու պատասխանատվությանը։ Եթե պատասխանը այո է, ապա դու արդեն առաջին եւ ամենակարևոր քայլն արել ես։ Իսկ եթե հնարավորություն ունես տուն տալ մի կենդանու, որն արդեն սպասում է այդ հնարավորությանը, գուցե արժի գոնե մտածել այդ տարբերակի մասին։ Եթե տեսանյութը օգտակար էր, բաժանորդագրվեք ալիքին։ Կիսվեք ընկերների հետ եւ օգնեք, որ այս պարզ բայց կարևոր ուղերձը հասնի ավելի շատ մարդկանց։ Ես Փիսոն էի։ Մինչ հաջորդ հանդիպում։